Կառավարության այսօրվա նիստի սկզբին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որպես հանրությանը հետաքրքրող խնդիր նշեց կոռուպցիայի դեմ պայքարը, վստահեցնելով, որ այս ուղղությամբ տարվում են կոորդինացնող աշխատանքներ, ապա հանձնարարականներ հնչեցրեց Պեկին։ Առաջի հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները։ Ելնելով դրանից ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր եւ մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում։ Մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարկագծի բացառումը եւ գործունեությունը թափանցիկությունը եւ ապահովումը։ Աշխատակազմին նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարոն Հովսեփյան, դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ անելու։ Որևէ ձևակերպում, որևէ ստուգում չպետք է խանգարի իրանց ամենօրյա գործունեությանը։ Այնուհետև Կարեն Կարապետյանը անդրադարձավ սոցիալական ոլորտին հանձնարարելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի նախարարությանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը համատեղ քննարկել ու ներկայացնել առաջարկություններ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման ուղղությամբ։ Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական ապահովել սակագների խտանիշ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակվող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կարվի, այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, պետք է ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտներին, որոնք որ այդ ծառայությունները մատուցում են։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նիստին ներկայացրեց երկու որոշման նախագիծ, որով հարկային արտոնություններ էր տրվում երկու ընկերության։ Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընկերություններին արտոնություններ տալուց հետո պետությունը հետամուտ լինում է պարզելու, որքանով է իր պարտականությունները կատարում արտոնություններ ստացած ընկերությունը։ Այս պահին դուք լինելով էկոնոմիկայի նախարար, տալով արտոնություններ բիզնեսին, ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխատատեղ հետաձգելով գումարներ։ Հետո այդ հարցը որևէ ձև մոնիտորինգ չի արվում, ես չեմ ասում գնաք բիզնեսից տեղեկանք ուզեք։ Պետք է հետ պայմանավորվեք, հաշվետվության ձև արեք, չգիտեմ, համապատասխան տարածքային կառավարման կառույցների հետ թե ինչ աշխատատեղ է ստեղծում։ Ինչքան ժամանակ է ծախսել նախորդ ընկերությունը մինչև այս արտոնությունը ստացել է։ Ընկերությունը մոտավորապես 1 շաբաթ։ Այն ոնց էր կոչվում։ Շանց համանապակը։ Չէ, նանմանը։ Նանմանը ինչքան ժամանակ է ծախսել։ Այո, երբ դիմեցրես, գրեթե 1 շաբաթ էլ նանմանը։ Չեմ հավատում։ Ես կարող եմ ներկայացնել։ Դուք 7 հատ վիզա եք ինձ ասել նախարարների։ Չէ, ներկայացման մասին է խոսքը։ Երբ ինքը դիմե, երբ ենք մենք իրեն արտոնություն տալու։ Լրացուցիչ տեղեկացնում ես, պարոն վարչապետ։ Չգիտեք։ Ես բան չգիտեմ, որովհետև։ Բա ինչու, պարոն Մինասյան, դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք։ Դուք պետք է իրանց ձեռը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք ապահով զգան, որ որևէ մեկը իրենց չխոչընդոտի։ 1 միլիոն դրամ 500,000 արտոնություն է խնդրում։ Երևի մի 7 ամիս նամակագրություն է գրել։ Մենք պետք է այդ ամեն ինչը դասակարգենք եւ կանոնակենք այնպես, որ այս վիզաների, ստորագրությունների, այս բյուրոկրատիան վերացնենք։ Կա խաղի կանոն, հայտարարում ենք, ով որ այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունը արտոնությունը տալիս է բերում աստեղ։ 7 հատ վիզա, 25 բալ, 26 բալ, գուցե եւ տրամաբանություն կա, այլ ճիշտ վստահ եմ, որ տրամաբանություն կա, բայց այս ամեն ինչը պետք է վերացնել։